Հուլիսի 13-ին ներքին գործերի նախարար Արփին Սարգսյանը այցելել է Գեղարքունիքի մարզ ամփոփելու ներքին գործերի նախարարության ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ Ներկայ էին ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը, ներքին գործերի նախարարության ու ոստիկանության ղեկավար կազմերի ներկայացուցիչներ։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է հաշվետու ժամանակահատվածում կատարված աշխատանքը, անդրադառնալով մարզում արձանագրված հանցավորության հիմնական միտումներին, առանձին հանցատեսակների աճին ու նվազմանը։ 2026 թվականի առաջին կիսամյակում քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության կողմից գրանցվել է 130 հանցագործության դեպք, աճել են տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունները, նվազել մարդու դեմ ուղղված եւ առանձնապես ծանր հանցագործությունները։ Սպանության փորձի, դիտավորության վարոշությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի բացահայտման արդյունավետությունը կազմել է 100%։ Մեղադրյալ ներգրավված լինելու հիմքով բացահայտման ցուցանիշը աճել է։ Զեկույցներով հանդես են եկել նաեւ համայնքային ոստիկանության Գեղարքունիքի մարզի բաժինների ղեկավարները։ Համայնքային ոստիկանության Գավառի բաժնում գրանցվել է 169 հանցագործության դեպք, նախորդ տարվա համեմատ 70-ով ավելի։ 169 հանցանքից բացահայտվել է 150-ը, բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 88.8%։ Մասնավորապես ավելացել է լատենտային հանցատեսակների հայտնաբերման դեպքերը։ Համայնքային ոստիկանության Ճամբարակի բաժնում արձանագրվել է 108 հանցագործության դեպք։ Մասնավորապես աճել են մարդու դեմ ուղղված եւ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունները։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 73.1%, բացահայտվել է 79 դեպք։ Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնում հանցագործության դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 46.5%-ով։ Արձանագրվել է 227 հանցագործության դեպք, բացահայտվել 209։ Աճ է արձանագրվել հասարակական անվտանգության, հասարակական կարգի, բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների մասով։ Համայնքային ոստիկանության Սևանի բաժնում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.3%-ով։ Բաժնի բացահայտման արդյունավետությունը կազմել է 90%, գրանցված 270 դեպքից բացահայտվել է 243-ը։ Մարդու դեմ ուղղված հանցագործությունների նվազում է արձանագրվել համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում, գրանցված 126 հանցագործության դեպքից բացահայտվել է 111-ը։ Բացահայտման արդյունավետությունը կազմել է 88.1%։ Ընդհանուր պատկերում նվազել են սեփականության, ինչպես նաև պետական իշխանության, ծառայության եւ կառավարման համակարգի դեմ ուղղված հանցագործությունները։ Բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի ծառայողները բացահայտել են 126 հանցագործության դեպք, տարբեր վարչական իրավախախտումներով կազմել 41945 արձանագրություն, նախորդ տարվա 37807-ի համեմատ։ Նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները, դրանց հետևանքով զոհերը, ավելացել է մարմնական վնասվածք ստացածների թիվը։ Արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների արձանագրման էական աճ, մասնավորապես վարելու ընթացքում բջջային հեռախոսից օգտվելու, ծխելու, չամրակապված վարելու, սահմանված արագությունը գերազանցելու, ինչպես նաև երեխաներին առանց մանկական նստատեղերի քարսիթերով տեղափոխելու դեպքերով։ Ոստիկանության Գվարդիայի Սևանի պահպանության բաժնի պետը ներկայացրել է մարզային գործունեության հիմնական արդյունքները, նշելով, որ հաշվետու ժամանակահատվածում շեշտակի աճ է արձանագրվել հանցագործությունների բացահայտման ցուցանիշում։ Նրա խոսքով դրան նպաստել են ծառայության կազմակերպման արդյունավետ մեխանիզմները, արագ արձագանքման կարողությունների զարգացումն ու կանխարգելիչ աշխատանքի ակտիվացումը։ Ընդհանուր առմամբ բավարար գնահատելով կատարված աշխատանքը Արփին Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ոստիկանության ծառայողներին, ընդգծելով, որ հաշվետու ժամանակահատվածում թե քրեական, թե համայնքային ոստիկանության գործունեության մի շարք ուղղություններով արձանագրվել են դերական ցուցանիշներ։ Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև ոստիկաններին Վարդավառի տոնակատարությունների ընթացքում փրկարարների հետ միասին իրականացրած ուժեղացված ծառայության համար, ինչի շնորհիվ ծանր հետևանքներով որևէ լուրջ միջադեպ կամ պատահար չի արձանագրվել։ Խոսելով հանրային անվտանգության ապահովման առաջնահերթություններից նախարար Սարգսյանը նշել է, որ նախարարության օրակարգում շարունակում են առանցքային տեղ զբաղեցնել ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման եւ առգրավման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ընդգծելով, որ այդ հարցում ոստիկանությունը պետք է առավել հետեւողական գործի։ Ներքին գործերի նախարարը հատուկ ընդգծել է, որ անչափահասների նկատմամբ կամ նրանց կողմից կատարված հանցագործությունները պետք է առաջնահերթություն դիտարկվեն տարածքային բոլոր ստորաբաժանումներում, ապահովելով դրանց արդյունավետ եւ գործընկեր կառույցների հետ համագործակցված ընթացքը։ Նախարար Սարգսյանը հանձնարարել է անչափահասների հետ տարվող աշխատանքը կազմակերպել համակարգված ոստիկանության բոլոր ստորաբաժանումների ներգրավմամբ, ակտիվացնել նրանց հետ տարվող կանխարգելիչ աշխատանքները կրթական հաստատություններում, ամրապնդելով դպրոցների հետ համագործակցությունը։ Ներքին գործերի նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով տարածքային ստորաբաժանումներում ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները, ապահովելով յուրաքանչյուր ահազանգի նկատմամբ պատշաճ արձագանք։ Անդրադառնալով տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ կատարվող հանցագործություններին, նախարարը նշել է, որ պետք է առավել արդյունավետ պայքար ծավալել համակարգչային հափշտակությունների, կիբերհանցագործությունների եւ առցանց խարդախությունների դեմ, կիրառելով ժամանակակից գործիքակազմ։
Նախարարը ընդգծել է, որ Գեղարքունիքը զբոսաշրջային մարզ է, ուստի առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործությունների կանխմանը, իրավախախտումներին արձագանքել արագ, իսկ իրավախախտների նկատմամբ կիրառել օրենսդրությամբ նախատեսված ներգործության խիստ միջոցներ։ Հարփին Սարգսյանը դրական է գնահատել պարեկային ծառայության աշխատանքն, ինչի արդյունքում մարզում նվազել են ճանապարհատրանսպորտային պատահարները եւ դրանց հետևանքով զոհերը։ Դրական է գնահատվել նաեւ ջրային պարեկների կողմից ձկնագողության դեպքերի բացահայտման արդյունավետությունը, շեշտելով, որ անհրաժեշտ է առավել մեծ ուշադրություն դարձնել կանխարգելիչ միջոցառումներին։ Հարփին Սարգսյանի խոսքով ջանքերը պետք է ուղղված լինեն ոչ միայն ապօրինի որսած ձկան հայտնաբերմանը, այլև այնպիսի արդյունավետ վերահսկողության ապահովմանը, որը կբացառի ձկան լճից դուրս բերման հնարավորությունը։ Ներքին գործերի նախարարը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները, ինչպես նաեւ ակտիվացնել տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, այս թվում ապօրինի հանքարդյունաբերության դեմ պայքարի շրջանակում իրականացվող միջոցառումները։ Ամփոփելով Հարփին Սարգսյանը շեշտել է, որ արձանագրված դրական ցուցանիշները պետք է հիմք դառնան աշխատանքի առավել արդյունավետ իրականացման համար։ Նա պահանջել է յուրաքանչյուր ուղղությամբ ապահովել համակարգված, նախաձեռնողական եւ արդյունքային աշխատանք, կանխարգելումը, օպերատիվ արդյունավետությունն ու քաղաքացիների անվտանգությունը դիտարկելով առաջնահերթություն։ Կառավարությունն իրազեկում է։ Հարգելի քաղաքացիներ, հունիսի 1-ից սեպտեմբերի 30-ը հանրապետության տարածքում համարվում է հրդեհավտանգ ժամանակաշրջան, կարևոր է այդ ընթացքում հատուկ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելմանը եւ բնակչության շրջանում բացատրական աշխատանքներին։ Անտառային եւ բուսածածկ տարածքներում հրդեհներից խուսափելու համար արգելվում է չնախատեսված տեղերում վառել խարույկ, նետել այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ, վառելիքով լիցքավորված ավտոմեքենաների շրջակայքում ծխել եւ օգտվել բացկրակից, այրել չորխոտ կամ խոզան, արևով լուսավորվող բացատներում թողնել շշեր, ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթները, վերածվելով հրկիզող ոսպնյակների։ Հարգելի քաղաքացիներ, հրդեհի փոքր օջախի հայտնաբերման դեպքում փորձեք հանգցնել այն, օգտագործելով կրակմարիչներ, բահեր, ծառերի ճյուղերի կապուկներ, թաց հագուստ, ամուր կտոր։ Պետք է համոզվել, որ կրակը մարվել է եւ կրկին բորբոքման սպառնալիք չկա։ Պահպանելով հրդեհային անվտանգության կանոնները, դուք կօգնեք հրշեջներին, գիտակցելով, որ չնայած նրանց 24-ժամյա անձնվիրաբար ծառայությանը, անտառն ամբողջությամբ եւ մշտապես ուշադրության կենտրոնում պահելն անհնար է։ Հիշեցում վարչական իրավախախտումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսգիրքը սահմանում է հրկիզման կամ կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը, թփերը, մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելն առաջացնում է նվազագույն աշխատավարձի մինչև 150 ապատիկի չափով տուգանք։ Խոզանները, բուսական մնացորդներն ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոթարկերի բուսականությունը, գյուղատնտեսական անտառամերձ, անտառային եւ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը սահմանված նվազագույն աշխատավարձի 50 ապատիկից 300 ապատիկի չափով։ Հարգելի քաղաքացիներ, եթե նկատում եք հրդեհ, ապա զանգահարեք 112 հեռախոսահամարին։ Եթե ձեր վարելու իրավունքի զրկման ժամկետը լրացել է մինչև հուլիսի 6-ը, օրինակ զրկվել եք 2025 թվականի մարտ ամսին եւ արդեն իսկ լրացել է զրկման ժամկետը, ապա հուլիսի 6-ից սկսած դուք ունեք 1 տարի ժամանակ վերականգնելու ձեր վարորդական իրավունքի վկայականը։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել roadpolice.am կայք։ Կայքի ներքևի հատվածում կա հաշվառման քննական ծառայություններ, սեղմել մուտք, մուտքագրել հանրային ծառայության համարանիշը եւ հեռախոսահամար, այնուհետեւ սեղմել մուտք։ Մուտքագրեք թվերը նույնականացման համար։ Այստեղ ծառայությունների պատուհանում կա նոր պատուհան, հատուկ զրկվածների համար։ Նշել այդ պատուհանը եւ ընտրել ձեզ հարմար հաշվառման քննական բաժինը, այցելության օրը եւ ժամը։ Գրեք ձեր էլեկտրոնային հասցեն եւ սեղմեք ամրագրել կոճակը։ Այնուհետեւ կստանաք ձեր կտրոնը, որով ամրագրման օրը պետք է այցելեք հաշվառման քննական բաժին, կատարեք վճարում եւ ստանաք վարորդական վկայական։ Տեղում կարող եք վճարել 12000 դրամ եւ ստանալ նոր 10 տարվա ժամկետով վարորդական վկայական, իսկ թվային վկայական ունենալու համար 6000 դրամ։ Ըստ ճանապարհային երթևեկության կանոնների 88-րդ կետի վարորդներին արգելվում է մուտք գործել խաչմերուկ, եթե առջևում երթևեկության ուղղությամբ առաջացել է խցանում, որը կհարկադրի կանգ առնել եւ կստեղծի խոչընդոտ հատող ճանապարհով տրանսպորտային միջոցների երթևեկության համար։ Այս կանոնի խախտումը վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի 5000 դրամի չափով եւ տուգանային 1 միավորի կիրառում։ Ներքին գործերի նախարարությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։